Մանուկյան Production-ը եւ Գյումրու Ջազ ակումբը ներկայացնում են «1965 թվական, նոյեմբեր, Փարիզ։ Դիզի Գիլեսպիի հայտնի ստեղծագործությունն է, Կոնալմա։ 2010 թվական, նոյեմբեր, Հայաստանում ստեղծվում է ևս մեկ Կոնալմա, այս անգամ ջազ բենդ։ Փողահար Երվանդ Մարգարյանի եւ դաշնակահարուի վոկալիստ Նարինե Առաքելյանի նախաձեռնությամբ ստեղծված խումբը դուետից աստիճանաբար վերաճում է օկտետի։ Խմբի անվանումը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «իսրտե», որը հանդիսանում է նաեւ այս խմբի առաջնային սկզբունքներից մեկը։ 2013 թվական, Կոնալման Գյումրիի ջազ ակումբում։ Ջազի եւ Գյումրի նախագծի 5-րդ համերգի հյուրը Կոնալմա բենդը առաջին անգամ էր Գյումրիում, իսկ խմբի ղեկավար Երվանդ Մարգարյանը արդեն երկրորդ անգամ էր նախագծի շրջանակներում։ Առաջին անգամ հանդես էր եկել Չիկո եւ ընկերներ խմբի կազմում։ Հենց այդ համերգից հետո էլ որոշում կայացվեց, որ Երվանդ Մարգարյանն իր խմբով եւս ներկայանալու է գյումրեցի ջազասեր ունկնդրին։ Դրական շատ լավ էմոցիաներով ենք լցված եկել ենք այստեղ։ Ես գիտեմ արդեն եղել եմ այստեղ էլի Chico and Friends-ով եւ շատ հոգեվորված եմ եղել այդ համերգից հետո, որովհետեւ ուղղակի հանդիսատես եղել է ֆանտաստիկ։ Ինձ շատ հաճելի է լինել Գյումրիում եւ ժողովրդին ես շատ ջերմ եմ ընդունում, բացի այդ վիրտուալ կապերից այնքան ջերմ են, մինչև մենք եկանք հասանք Գյումրի, նույնիսկ ճանապարհին համարներն էին իմացել, չգիտեմ որտե զանգահարեն կարծեք Գյումրի շատ հաճելի էր։ Ինչպես երաժիշտներն են խոստովանում, չնայած խիստ հագեցած գրաֆիկին, այս համերգին յուրահատուկ են պատրաստվել։ Խմբի անդամներից մեծ մասի համար սա գյումրեցի հանդիսատեսի հետ առաջին ծանոթությունն է։ Պատասխանատվությունը սակայն միայն նշվածով չի պայմանավորվում։ Ասում են, Երևանում կա ձևավորված կարծիք գյումրեցի ունկնդիրների մասին։ Պետք է ասեմ, որ մենք յուրահատուկ պատրաստություն ենք տեսել մինչև այս համերգը, այսօր կհնչեն շատ պրեմիերաներ, այսպես ասած, նոր գործեր, որ երբեք չի հնչի այս խմբի կատարմամբ նույնիսկ Երևանում։ Գյումրի հանդիսատեսը ինչ-որ մի բանով առանձնանում է, յուրահատուկ հանդիսատես է եւ շատ ջերմ, ամենակարևորը շատ ջերմ, այսինքն լսում են մեծ հետաքրքրությամբ, հետաքրքրվում են, դա շատ երաժշտի համար դա շատ հաճելի է։ Երևանը պատմում է, որ շատ հաճելի նախ փոքրիկ քաղաք է, շատ ժողովուրդը շատ ազնիվ եւ բնականաբար տաղանդավոր մարդկանց քաղաք այս հողը եւ ջուրը շատ մեծ տաղանդներ ա տվել։ Կոնալմայի հիմնական սկզբունքներից կարելի է առանձնացնել այն, որ վերջինս չի սահմանափակվում որևէ ջազային ոճով, մատուցում է մեղեդիկ երաժշտություն։ Որպես ջազ երաժիշտներ թեև կարևորում են ջազում համարձակ փորձարարությունները, սակայն նշում են, որ ոչ պրոֆեսիոնալ լսարանի համար դրանք կարող են դժվարամատչելի լինել։ Նման խնդրից խուսափելու համար խումբն իր երկացանքում ներառել է ունկնդրին առավել հասանելի ջազային կոմպոզիցիաներ։ Հենց այստեղ էլ կարևորվում է մատուցված երաժշտության մեղեդայնությունը։ Առաջի հերթին մելոդիկ երաժշտություն ներկայացնել։ Նույնիսկ սոլոները աշխատում ենք հնարավորին չափ մելոդիկ կառուցենք անպայման պարտադիր ու ամեն առաջի հերթին բարձր տրամադրություն պարգևել։ Հոկտեմբեր կինոթատրոնի դահլիճում համերգի նախապատրաստական աշխատանքներն են։ Երբ ասում ենք ջազ, առաջին հերթին ի նկատի ունենք իմպրովիզ։ Ջազի եւ Գյումրի նախագծի 5-րդ համերգը առանձնահատուկ էր նաեւ սրանով։ Պատահական չէր, որ երաժիշտների միջհամերգային փորձերը մարդաշատ էին։ Համերգին ընթരാճ յուրատեսակ իմպրովիզ էր ստացվել։ Կոնալմա խումբը Գյումրիի դեղցանի քամույթի սաների հետ այս համերգին անակնկալ էր նախապատրաստել։ Համերգի շրջանակներում այսպես համապատրաստից շատ պատահական որոշվեց, որ դեղցանիկը անակնկալի տեսքով 1 կամ 2 համարով երեխաները ելույթ ունենան։ Չգիտեմ ինչքանով կստացվի, որովհետև երևի թե իրենց առաջին, ասենք, այս սերնդի մասին է խոսքը, առաջին, ասենք, բենդի հետ համատեղ ինչ-որ համերգ է լինելու։ Ձեռք էր բերվել վիրտուալ պայմանավորվածություն։ Ընտրվել էր բենդի երկացանքից մի քանի երգ ու ընդամենը նախապատրաստվելու համար 2 օր։
Կինո հոկտեմբերի դահլիճում առաջին համատեղ փորձն է։ Ջազը եւ Գյումրի նախագծի նպատակներից մեկն էլ հենց սա էր, որտեղ երիտասարդ երաժիշտները ոչ միայն կենթանի կատարմամբ լսեն եւ ծանոթանան հայ ջազմեններին, այլ նաեւ իրենք էլ մասնակցություն ունենան Գյումրիում ջազային կյանքի ակտիվացմանը։ Բենդի երաժիշտները բարձր գնահատեցին երեխաների պատրաստվածությունը։ Պրոֆեսիոնալ երաժիշտները լավ են հասկանում երիտասարդների հոգեբանությունը, եւ որպեսզի երեխաներն իրենց ավելի ազատ զգան բեմում, նրանց անվանում են գոլեգաներ։ Եվս մի քանի նկատառում եւ ամեն ինչ պատրաստ է համերգի համար։ Պատրաստ է նաեւ անհամբեր հանդիսատեսը։ Շատերը գործերից այսօր որ դուք լսեք, դա առաջի անգամ հնչում մեր խմբի կատարմամբ, որովհետեւ մենք շատ տոնական ենք պատրաստված ու կարծում եմ, որ դուք էլ կզգաք մեր տրամադրությունը։ Շնորհակալություն։ Այն, որ խմբի երկացանք ընտրված է շատ ճիշտ, ակնհայտ է դառնում առաջին երկու կատարումներից հետո։ Սկզբունքը պարգևել բարձր տրամադրություն ավելի քան համապատասխանում էր իրականությանը։ Դահլիճի ոգևորությունն ակնհայտ էր, երաժիշտներինը փոխադարձ։ Լատինո, ֆանկ, ֆոլք։ Արված էր ամեն ինչ բավարարելու յուրաքանչյուրի երաժշտական նախասիրությունը, ինչպես համաշխարհային հայտնի կոմպոզիցիաներ, այնպես էլ կոմիտասյան երգերի ջազային մշակումներ։ Մյուս ստեղծագործության էլի կոմիտասին է պատկանում։ Երկինքը ամպել էի, ես չեմ մասնակցում այս գործի մեջ, ես դահլիճից ուղղակի կուզենալ լսեի իմ ընկերներին, ցանկանում եմ նրանց աջակցել։ Այնինչ տեղի էր ունենում բեմում, իր արտացոլումն էր գտնում դահլիճում, մթնոլորտը տոնական էր, իսկ երբ հանդիսատեսին ներկայացվեց նաև անակնկալը, ոգևորությունը էլ ավելի մեծացավ։ Դեղցանիկ համույթի սաները Կոնալմա բենդի հետ գյումրեցիներին նվիրեցին 3 երաժշտական համար։ Համերգը շատ բան փոխեց ինչպես երաժշտական ճաշակի, այնպես էլ ունկնդրի մտածելակերպի մեջ։ Եթե միստվար զանգվածի համար ջազը եւ Գյումրին դարձել է հաճելի ավանդույթ, ապա մյուսների համար սա առաջին կենթանի ծանոթությունն է ջազի հետ։ Սա այն դեպքն է, երբ առաջինը դառնում է սկիզբ։ Նախատեսվածից ավելի տևած համերգի ավարտից հետո հանդիսատեսը երկար ժամանակ ոտնկայս ծափահարում էր։ Ջազը բարդ երաժշտություն էր, ամեն մարդու հասանելի չէր, թվում էր, որ ես պիտի ցանցրանամ, բայց առաջ անգամ մասնակցեցի եւ իրոք մեծ բավականություն ստացա, շատ դիսկաթափվեցի եւ ավելի ճիշտ դրական դիսկերով դիսկավորվեցի այս համերգից հետո։ Շատ ուրախ եմ այսպիսին համերգներին մասնակցել, շատ էյֆորիա ապրեցինք այսօր, արդեն 5-րդ անգամ, ես հույս ունեմ, որ շաբաթը գոնե մի անգամ այսպես էյֆորիա կապրենք։ Այս խումբը ինձ չթաքցնեմ կարծիքս ամենաշատը դուր եկավ, երևի թե ամենավորակյալ երաժշտություններ, իրենք այդքան շատ հայտնի չէին մեզ համար ամենայն դեպս, բայց ամենալավ երաժշտությունը իրենց կողմից մատուցվեց։ Չեմ ուզում ես իհարկե համեմատականներ անցկացնել մնացած բոլոր ջազ համերգների միջև, բայց եւ այնպես սա ամենան էր։ Գյումրեցիները երաժշտասեր հասարակություն են եւ ջազի նկատմամբ ունեին որոշակի պատկերացում, բայց հիմա այս ծրագրերով շատ հետաքրքիր ձևով ծանոթանում են Հայաստան գոյություն ունեցող ջազ խմբերի հետ եւ շատ հաճելի է նմանակարգի համերգները։ Ջազը իմ պատկերացումների մեջ, ասենք, բնավ չհամապատասխանեց նրան, ինչ ես տեսա, եւ դա լավ իմաստով, որովհետեւ մի տեսակ նրբին էր ինքը, մի տեսակ լիրիկա կար մեջը։ Շատ լավատեսություն, չգիտեմ, գարնան նման ջազ էր։ Հանդիսատեսը շատ ջերմ էր ու ամեն երաժշտական մելիզմները թե
չգիտեմ, էլի, տենց ամեն ինչ ընկալում էր ու հասկանում էր նենց, ոնց որ մենք կուզենայինք, որ փոխադարձը լիներ հանդիսատեսի կողմից։ Գյումրիի հանդիսատեսը ավելի ոգևորված էր, ավելի կարոտ։ Ես նկատեցի մի բան, որ մարդիկ բավականին տեղյակ են երաժշտությունից, բայց իրենք, այսպես ասած, առիթ չեն ունենում կենդանի կատարումներ լսեն ու պետք է շատ պատասխանատու նվագել իրանց մոտ։ Շնորհակալություն Գյումրիի, շնորհակալություն Գյումրիի հանդիսատեսը, շնորհակալություն Կոնալմայի երաժիշտներին, բոլորին շնորհակալություն, ես շատ զգացված եմ այսօր, իմ համար շատ ուրախ օր էր, շատ ուրախ տոն էր այսօր։ Մի քիչ հոգնած եմ, մի քիչ հուզված եմ։ Մարկած խոսքերը, մոտեցումը, որ շատ մոտեցան, անձնապես խոսեցին, շատ հուզիչ էր, շատ սիրեցի ես Գյումրին։ Նույն ոգևորությամբ էլ երաժիշտներն են համերգից հետո խոսում գյումրեցի հանդիսատեսի մասին։ Ջազը եւ Գյումրի նախագծի 5-րդ համերգը արդեն կայացած իրողություն է, իսկ նախագիծը հաջողված կարելի է համարել նվազագույնը այնքանով, որ իրական արվեստը գնահատողների թիվը ակնհայտորեն աճում է։